Կանյան բարեզես, այսպես ասենք ամեն շաբաթ ավանդիթ է դարձել մեր տաղավարից ամփոփում ենք անցնող շաբաթը մի քանի թեմաների կանդրադառնալ ազգային ժողովի ձեզկտուքից մինչև 3 ոտքի վրա Նիկոլ Փաշինյանը հասցրեց Միհակ Ալիևի հետ զրուցել, ինչ է սպասվում, արդեն սա զավեշտալի չէ, սա իրոք օպերացիոն, ասում եմ տեսնես հիմա ինչ հանձնեց կամ ինչը հանձնեց, խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ մեզ արդեն ավանդական դարձած այս ծրագրին հետևողներին։ Այո, եկեք անդրադառնանք անցած շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին։ Իհարկե առանձնանում է յուրույն տեղ ունի դա ազգային ժողովում քեմալական պայմանագրի որոշ թրկաբարո ներկայացուցիչների անբարո պահվածքներ, որը իհարկե ինձ մոտ որևէ զարմանք չի առաջացրել, բայց մարդիկ կարծես ուրիշ բան էին սպասում սրանցից։ Ես չէի սպասում, տեսանք այն ինչ իրենք կան, իրենց շեֆը փաստորեն չի նեղվում, երբ իրեն թուրք են անվանում, նույնիսկ ես հիշում եմ մի օր Նիկոլը կանգնել ասել էր իր համար արդեն սովորական է դառը, որ իրան դավաճան են ասում, թուրք են ասում, ու իմ համար զարմանալի է, որ մնացածի համար դա դեռ սովորական չէ։ Ընդ որում օգտվելով առիթից ես օրինակ խորհուրդ կտայի Հայաստան դաշինքի կամ պատիվ ունեմ դաշինքի պատգամավորներից մեկը իր սուրբ գործը դարձներ ամեն հարց ու պատասխանի ժամանակ կամ ամեն հայտարարության ժամին ընթերցեր մեկ ԿՊՀ-կանի անուն եւ այն քրեական օրենսգրքի այն հոդվածները, որով այդ մարդը ապագայում դատվելու է։ Կարծում եմ սա շատ լավ նախաձեռնություն կլինի, որ այդ դահլիճում նստածները ամեն մեկը նախորոք իմանա, թե քրեական օրենսգրքի որ հոդվածներով է նա ենթարկվելու պատասխանատվության եւ իր կյանքի որ մասն է անցկացնելու ճաղերի ետևում։ Լրիվ լուրջ եմ սա ասում, կատակ չէ, շատ լավ նախաձեռնություն կլինի, որովհետեւ կարծես սրանք չեն հասկանում ուր են գնում, որտեղից են եկել եւ ինչ է իրենց սպասում։ Այն ինչ կատարվում է վերջին շրջանում, ես պետք է կապեմ առաջին հերթին նախագահ Քոչարյանի ակտիվության հետ։ Եղել էր ասուլիս, հետո եղել էր ուսանողների հետ հանդիպում եւ ԿՊՀ-ականները եւ ոչ միայն ԿՊՀ-ականները, այլ նաեւ ընդդիմադիր դաշտում իրենց դիրքավորած որոշ գործիչներ անցել են իրենց սուրբ գործին, փորձելով հակադարձել նախագահ Քոչարյանին։ Ընդ որում ասեմ, որ չի ստացվում, չի եղել որևէ միտք, որը ստացել է ռեալ հակադարձ, այլ եղել է ուղղակի սուտ եւ էլի սուտ։ Հիմա այդպիսի ստերից մեկն է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը։ Հիմա որպեսզի ինչ ճիշտ հասկանաք, ես դեմ չեմ, որ ցանկացած գույք, որը ձեռք է բերվել կամ ստացվել է անօրինական ձևով բռնագանձվի։ Միանշանակ դրան կողմ եմ եւ եթե չեմ սխալվում, առանց ապօրինի այդ գույքի բռնագանձման օրենքի էլ քրեական օրենսգրքով թե չգիտեմ որտեղով կար նման հոդված եւ նման գույքեր իհարկե բռնագանձման ենթակա են։ Բայց արդյոք մեր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության հերոսները, բուդ հարկատուները հասկանում են, որ այս օրենքի պատճառով է նաեւ, որ Հայաստանում զրոյացել են ներդրումները։ Այս օրենքը թիթեռի էֆեկտ է ունեցել ամբողջ տնտեսության վրա։ Մեր տնտեսությունը ամբողջությամբ ստագնացիայի է ենթարկվել, ներդրումները երկրում հասել են զրոյական մակարդակի եւ հարց է ծագում ինչով է դա կապված ապօրինի գույքի բռնագանձման հետ։ Բացատրեմ։ Պատկերացրեք դուք եք դրսի ներդրող, որը պատրաստվում է Հայաստանի Հանրապետությունում կառուցել գործարան կամ բացել ինչ-որ ձեռնարկություն։ Իհարկե դուք ման եք գալու պարտնյոր, որի հետ միասին Հայաստանում տեղացու հետ կիրականացնեք այդ բիզնեսը։ Ինչ եք դուք անում դրանից առաջ, դուք Google-ում եք Հայաստանը եւ նայում եք ինչ է կատարվում այդ երկրում, ինչ իրավիճակ է, տնտեսության առումով ինչ իրավիճակ է, ներդրումների առումով ինչ իրավիճակ է։ Եվ տեսնում եք, որ այդ երկրում իշխանությունը օգտագործում է որպես քաղաքական վենդետա բռնագանձման մասին օրենքը եւ մտցնում է այդ օրենքի տակ բոլորին, ովքեր իրենց դեմ են։ Հիմա դուք որպես ներդրող այդ երկրում կանեք ներդրում։ Եթե կա վտանգ, որ մի օր էլ ձեր պարտները կարող են գնել այդ օրենքի տակ, ձեռներից սա խլեն։
Իհարկե չեք անի։ Ասեմ ավելին, այս օրենքը ինչով է շատ վտանգավոր։ Շատ վտանգավոր է նաև մյուս իշխանությունների համար, որովհետև ցանկացած իշխանություն կարող է նման օրենք օգտագործել միմիայն իր քաղաքական նպատակների համար եւ քաղաքական օպոնենտներին ճնշելու համար։ Դրանով է այս օրենքը վտանգավոր։ Այս օրենքը քոքով կտրում է Հայաստանում ներդրում անելու որևէ մարդու ցանկություն։ Որովհետև կա վտանգ, որ ցանկացած պահի ելներով այս կամ այն քաղաքական նախասիրություններից բիզնեսը ձեռիցդ կարան խլեն։ Այ դրանով է դա անդրադառնում տնտեսության վրա։ Համատարած հարկային հայտարարումը եւս լրջագույն ազդեցություն է ունեցել։ Անշարժ գույքի շուկայում կտրուկ նվազումը նաեւ պայմանավորված է այդ օրենքներով։ Մարդիկ վախում են գումար ծախսեն, մարդիկ վախում են տուն գնեն, մարդիկ դժվարանում են փող աշխատեն, որտեղ չգիտեն լավ ինչ արնելու։ Բա որ վաղը մեր տունը գան ասեն, էսի որտեղից։ Ընդ որում ասեմ, շատ դժվար է ապացուցել, հա։ Լրիվ այլ process է, երբ որ ապացուցում են, որ անօրինական է, լրիվ այլ process է, երբ որ դու պետք է ապացուցես, որ օրինական է։ Որտեղ մարդիկ պապենական տներում, չգիտեմ, ոսկի ունեն, փողեր ունեն, ես ունեն, բարեկամներ ունեն, դրսից ընկեր ունեն, որը փող տալ, բայց այդ ամեն ինչ այս օրենքների շրջանակում առ ոչինչ է։ Դու դա չես կարող օգտագործել։ Դրա համար մենք տեսնում ենք, որ Հայաստանում տնտեսությունը մահանում է։ Բայց հանգարց չկարծեք, որ միայն դրա պատճառով, իհարկե ոչ։ Հայաստանում տնտեսությունը մահանում է վերջի 7 տարիների խայտարակ սխալ կառավարման պատճառով, սուտ դոլարի կուրսը պահելու պատճառով, աշխատատեղեր չստեղծելու պատճառով, այդ որ թվեր են անընդհատ հայտարարում, սուտ է, ես էլ ասում սուտ է։ Հայաստանում տնտեսությունը խայտարակ վիճակում է։ Միակ բանը, որ դեռևս օգնում է շնչել այս պետությանը, դա ռուս-ուկրաինական պատերազմն է։ Եվ եթե այդ պատերազմը աստված տա ավարտվի, Հայաստանի տնտեսությունը ուղղակի կոլապսի է ենթարկվելու ամիսների ընթացքում։ Այո, ոչ մեկի համար գաղտնիք չի, հա, որ ստեղով դեպի Ռուսաստան ապրանքներ են գնում, ընդ որում ասեմ, հասարակության համար, հայ ժողովրդի համար դրանից զրոյական օգուտ է։ Զրոյական։ Թվային իմաստով պետությունը կարողանում է լուրջ ստիվ ցույց տա, բայց ժողովրդի համար որևէ օգուտ դրանից չկա, դրանից օգտվում են մի քանի օլիգարխ։ Այն որ օլիգարխները այս վերջի 7 տարվա ընթացքում կտրուկ ավելի են հարստացել, դա էլ է փաստ։ Այն օլիգարխները, որոնք ենթարկվում են Նիկոլի պայմաններին։ Դա էլ է փաստ։ Հասարակ ժողովուրդը աղքատանում է, օլիգարխները հարստանում են։ Բայց հիշում եք, չէ՞, այս թուրքերի շպիոնի ինչ էր ժամանակին ասում է, Ռոբին Հուդի դեմքով եկել էր հրապարակում, ասում էր, հեսա հարուստներից վերցնում եմ, տալիս եմ ձեզ։ Կարող եք մի դեպք ցույց տալ։ Երբ որ ինչ որ հարուստից վերցրել է, ուտվել է ձեզ։ Ոչ, վերցնում է իրան։ Ընդ որում օրինակ շատ հետաքրքիր բան ասեմ, դատախազությունների լսում է ելույթները։ Տեսեք, կա նորահայտ ինչ որ օլիգարխ, Նարեկ Նալբանդյան, որը չգիտես ոնց Հովիկ Աբրահամյանի տունը առավ, որը կալանքի տակ է, որը Golden Palace-ն կարծեմ էլի ինքն է առել, ինչ որ սուպերմարկետներից հանց առնում։ Հիմա իմ մոտ հարց է ծագում, այդ մարդու ով լինելը դատախազություն օրինակ ստուգել է։ Ահա, ոնց է ինքը հարուստ է արվել։ Ոնց է տենց մեծ մի անգամից բան կուտակել, ոնց է տենց առևտուրներ անում, հյուրանոցներ առնում, տաներ առնում, որտեղից էլի։ Կարա չէ իմ մոտ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ողջամիտ կասկած լինի, որ իրականում Նարեկ Նալբանդյանը ուղղակի բանա, կեղծ անուն է, հետևում թաքցրած մարդու։ Հիմա այդ հետևում թաքնված մարդը Նիկոլն, Աննան, չէ, չգիտեմ, Մարիամիկը չգիտեմ, բայց կարող է չէ լինել։ Ավելին այն օրը մտքովս ուրիշ բան անցավ, փողոցում մի տղամարդ ինձ մոտեցավ, շատ լավ հարց տվեց։ Ասաց, պարոն Վարդանյան, կարող եմ մի օր հարցնեք, օրինակ Նիկոլ ու Աննան, որ ԶԱԳՍ-ով ամուսնացած չեն։ Ինչ որ ստուգում եղել, կարող է Աննան անցած, չգիտեմ, 20 տարիների ընթացքում միայնակ մարդու մայրի թոշակա օրինակ ստացել, փարոսա ստացել։ Դա էլ պետք է ստուգվի։ Բայց ԶԱԳՍ-ով ամուսնացած չեն, չի բացառում, չէ՞ որ Աննան պետությունից, որպես միայնակ մայր, թոշակ ստացած լինի։
Բայց մի հատ այդ ստուգենք, տենան, կարող է այդ լափողների շրջանում ինքն էլ ա եղել, որ խաբել են, փող են ստացել։ Ու դեն շատ բաներ։ Իսկ մանրուքներ, որոնք բոլորը պետք է ստուգվեն։ Սրանք խոսում են ազգային ժողովում բոլորով, սաղորը գրում են Քոչարյան, ասեմ, Քոչարյանի երևի ամենամեծ սխալը եղել է նա, որ երբ որ ինքը դառել է Հայաստանի Հանրապետության նախագահ, ինքը ներել է կամ աչք է փակել իրենից առաջ տեղի ունեցածի վրա։ Եվ ինքը ես հիշում եմ մի անգամ իր արձազրույցներից մեկում ասեց, որ եթե խորանում ես անցյալի մեջ, ապա չես կարողանում կառուցել ապագան։ Դա իր կարծիքն է։ Ես կարծում եմ, որ անցյալի մեջ մի քիչ պետք է խորանալ, որպեսզի մեր ժողովուրդը իմանա իրական թալանը երբ է տեղի ունեցել։ Իրական թալանը 90-ականներին է եղել Հայաստանում։ Հայաստանի Հանրապետությանը ժառանգություն հասած Սովետական Միության բոլոր գործարանները թալանվել են 90-ականներին։ Ընդ որում թալանի ամենաբուրգում եղել առաջին նախագահ եղբայրը։ Մոռացել եք ոնց էին սա գործարանների հետ բաները հանում երկաթային ինչ կար, հանում տանում էին Իրան ծախում էին։ Քոչարյանները հանում ծախում։ Ոչ այդ ժամանակվա իշխանությունն էր, որը թալանեց ուղղակի Հայաստանի Հանրապետությունը։ Բոլոր սովետից մնացած գործարանները վարի տվեցին։ Ու հիշեք ինչ եղավ նախագահ Քոչարյանի սկզբից վարչապետ, հետո նախագահ դառնալուց հետո։ Մոռացել եք, որ ամիսներով աշխատավարձ չէիք ստանում, թոշակ չէիք ստանում, լույս չունեիք։ Մոռացել եք ովքեր էին ատոմակայանը փակել տվել։ Ամեն ինչը մոռացել եք։ Հիշողությունները թարմացրեք։ Հիշեք նախագահ Քոչարյանի ժամանակ, թե Աղետի գոտում, թե Երևանում, թե Հայաստանի ցանկացած տեղ ինչ տիպի շինարարություն է գնացել։ Վերհիշեք ինչ գործարաններ են բացվել։ Վերհիշեք իրականում ինչքան աշխատատեղ է ստեղծվել։ Լավ չի կարելի նման ձև պատմությունը խեղաթյուրել, ուղղակի չի կարելի։ Երբ որ ազգային ժողովում ոմն ինչ որ անգրագետ իշուկ կանգնում ասում է, որ ծակ կոշիկներով Ղարաբաղից եկավ, դու այ համբալ, մերդ ու հերդ են ծակ կոշիկներով եկել, դու խոսում ես այն ժամանակ Արցախի Հանրապետության նախագահի մասին, հաղթանակած նախագահի մասին, որը Հայաստանի Հանրապետության նախագահի և պաշտպանության նախարարի խնդրանքով եկավ Հայաստան, որպեսզի Հայաստանում այս խայտառակ իրավիճակը փորձի դզել։ Ծակ կոշիկներով եկավ։ Ծակ կոշիկներով դուք եք ուղղակի ձեր մոտ ոչ թե միայն կոշիկներն են ծակ, խելքն է ծակ։ Ձեր խելքը մի ուղղությամբ է աշխատում, թուրքին ծառայելու։ Դա է ձեր միակ նպատակը։ Տես բաներ ասելով դուք Հայաստանի Հանրապետությանը որևէ օգուտ չեք տալի։ Չեք տալի։ Դուք ուրանում եք պատմությանը, դուք ուրանում եք հաղթանակներին։ Ենորեն Մարիա Կարապետյան անունով արա մեկը կայտի, որ խոսում է մոտրից տպարությունից, որ Էրդողանի աղջիկը խոսա։ Ու հայտնի է, չէ, ինչ որ թուրքական տոններ շնորհավորելով, բան, պրոթուրքական բանով։ Հələ զզվելի եք դուք արդեն, զզվելի ուղղակի։ Կամ մայիսի 9-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ են արծրուն չեղացի հարցազրույց է պետիկի մոտ։ Խայտառակություն, դուք ուղղակի հայ ազգի խայտառակությունն եք, դուք ապացույցն եք, թե ինչպիսի պետք է չլինի հայը։ Աստված հեռու պայի ձերպես հայերից։ Ձերպես հայերի բնորանը Թուրքիան է, դուք պետք է անդեղ ապրեք։ Դուք թուրքից լավ թուրք եք։ Դուք ազգային հերոս եք, ուղղակի ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի։ Դուք վատ հայ չեք, դուք լավ թուրք եք։ Արսեն Թորոսյանը, տես այդ Գարդասիլ Արսենը, չէ, տենց էին իր մասին ասում։ Արսեն Թորոսյանը Նիկոլի կներեք բարի համար կրուչոկի վրա մնացած տղայ է, էլի։ Իրա վրա պարզ է, չէ, հազարատ քրեական գործ են բացեն կորոնայի վաղ, որ թալանում էին։ Հիմա ինչ է, այդ գործերը իրան ներ չքաշեն մեջ, սա ամեն ինչ է պատրաստ խոսալ։ Ամեն ինչ։ Ամեն ինչ։
Ու ժողովուրդը պետք է դա հասկանա, որ այս մարդիկ զբաղված են իրենց աուս սարսափի դեմը առնելուց, իսկ իրենց աուս սարսափը նախագահ Քոչարյանն է։ Ընդ որում, դա էլ եմ ուզում հասկանաք, ոչ թե անձի մասին է խոսքը գնում, ոչ, հայի մասին է խոսքը գնում, իրենց աուս սարսափը հայն է։ Իրենք վախում են, որ իրենցից հետո իշխանության հայ գա, իսկական հայ, հայ ով կռիվատվե հայ համար, հայ ով հաղթանակաբեր է հայ համար, իրենք դրանից են վախում։ Եվ այո, պատրաստ են այդ վախից ելնելով ցանկացած քայլի։ Ես միանշանակ ողջունում եմ Լևոն Քոչարյանի ազգային ժողովում պահվածքը, միանշանակ ով ինչ ուզում ասի, ես ողջունում եմ, որտեվ ամեն ինչը չափ ու սահման ունի, ամեն ինչը չափ ու սահման ունի։ Այնտեղ խոս խանձողներ կան, բաներ կան, մի խոզուկի տեսքով մեկը կա, որ կուսակցություններ թռվռում բան, էլի գրում է սաղորը բան, Քոչարյանը էս ունի, այդտեղ դու ինչ ունես։ Բացի գրպանումը Թուրքիայի դրոշից, ինչ ունես։ Սրանց ծնողներն է, չէ՞ ոնց որ սրանք նույն օրից նույն մորից սաղելն են, արա, մեկի մերը թքում ամերը, մեկի մերը ձեռնափայտով է խփում, մեկի մերը բան է, ինչ որ ձեռով շարժումներ է ցույց տալի, հիվանդանոց էլի, նա թրքանոց։ Միտեղ ձեր սաղիդ հավաքեք, ինձ թվում է հերվից որ նայես, չես ջոգյար, էս մի մարդա, թե տարբեր մարդիկ են։ Ոնց են սաղից են ընտրել զարմանում եմ, հալալա ընտրողներին։ Հայ ազգի ամբողջ թշնամանքը այս ձեր մեջ է կուտակված։ Մի կողմից էլ լավ է, էլի որ ապագայում գիտենք թուրքերը ովքեր են։ Հայաստանը թալանողները ովքեր են։ Թալանից եք խոսում, արա ձեր չափ թալանող չի եղել պատմության մեջ։ Կներեք։ Հիմա տեսեք մի շատ կարևոր բան, որ էլի մեր հանրությունը պետք է հասկանա։ Ինչու է ստացվում այնպես, որ Նիկոլի օրոք սրանք անընդհատ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին ու գրեթե ամեն օր էլ նախարար, էլ թաղապետ, էլ թաղապետարանի աշխատող, էլ քաղաքապետարանի աշխատող, էլ մարզպետարանի աշխատող, էլ քննիչ, էլ դատախազ, էլ հարկայինի աշխատող, ամեն օր մեկին բռնում են կոռուպցիայի վրա։ Հիմա տեսեք հարց է ծագում։ Երկու տարբերակ կա, կամ Նիկոլին բանի տեղ դնող չկա, թքած ունեն իր ասացի վրա, թքած ուղղակի ունեն, ինչ ես բացառում եմ, կամ տենում են, ինչ անում Նիկոլը իր ընտանիքով, ասում են արա դեյտեսի անում է, կարող ես վատ տաղա եմ, ես էլ կանեմ։ Դա մեկ, երկրորդը, երբ որ դու ամիսը մեկ, երկու ամիսը մեկ, չգիտեմ, 3 ամիսը մեկ նախարարներ ես փոխում, դա երկիրը քանդելու ամենալավ ձևերից մեկն է, որտեվ հարգելի ժողովուրդ, երբ որ մեկին նշանակում են նախարար, այս մարդը ծրագիր ունի, չէ՞, անկախ նրանից վատ, լավ ծրագիր ունի, գոնը 3-ից 5 տարվա, եւ ինքը փորձում է սկսել իր ծրագիր իրագործել, բայց երբ որ իրան 6 ամսից գործից հանում են, գալիս է նորն է նույնը սկսում, ու մենք անընդհատ հայտնվում ենք մի շրջապատույտի մեջ, որում որևէ նախարարություն գործ չի անում իրականում, ընդ որում նշանակվող նախարարները գիտակցելով, որ եղածը մի քանի ամսվա կյանք ունեն այդ պաշտոնում, մտածում են ոչ թե գործը առաջ գցելու մասին, այլ իրենց ապահովագրելու փողով։ Դրա համար հիմա ում որտեղ նշանակում է զբաղված է միմիայն լափելով, միմիայն։ Ասում ախպեր հիմա չգիտեմ 2 ամիս կմնամ նախարար, թե 2 տարի, շուտ լափս հավաքեմ, որովհետև որ հանեն գործից ռադ անեն, մինչև կյանքից վերջ լավ ապրեմ։ Արդյունքում դուք ստանում եք այնինչ այսօր ունենք, ստանում եք հանձնված Արցախ, ստանում եք հանձնված Հայաստանի տարածքներ, ստանում եք քանդված տնտեսություն, ստանում եք տնտեսության ամբողջական փլուզում, այդ եք ստանում։ Ստանում եք ոչ պրոֆեսիոնալ մոտեցում բոլոր նախարարություններում։ Սրանք խնդիրներ են, որոնք մեր հասարակությունը, մեր ժողովուրդը պետք է հասկանա, սրանք կառավարել չեն կարող։ Սրանք պրոֆեսիոնալ տվող են եւ պրոֆեսիոնալ թալանող։ Սրանք ազգային ժողովում ընդդիմության падգամավորին համբալ են ասում, Ալիևին կոֆեի հրավիրում։
Հասկանում եք, ես են սրանք։ Ազգային ժողովը իրան առյուծի տեղ է դնում, հենց արա ոտը Հայաստանից կտրվում է, համբալ է դառնում, տեղում համբալ։ Նայեք նայեք կադրերը էլ էս իրա վերջի երեկվա հանդիպումները։ Համբալների համբալ ուղակի։ Էրդողանին հենց տենում է, այն ռուսական ORT-ը հիշում եմ ծրագիր կար է, իշու ծիբա թեժ ձիմինյա են, որ տարիներով հերու տղա իրար չէին տենում, բերում էին ստուդիա, մեկը տենում էր էլ երկուսի մոտ կայծ էին թռնում աշկերում, արավ այ կորածս հորը տեսակ սա։ Արա Նիկոլի մոտ այդպես դեմք է Էրդողանին տենալուց։ Ոնց կորած հորը հանդիպի ամեն անգամ։ Ես որպես Հայաստանում ապրող մարդ, որպես հայ, սարսափում եմ, երբ որ այդ կադրերը նայում եմ, որտեղ Էրդողանի համար էլ ինքը ասում է, ես չեք հայեր այդ։ Կամ Ալիևի ձեռառնողական պահվածքը։ Լավ դրսից նայում են այդ ամեն ինչը, դուք պատկերացնում եք մեր մասին, ինչ կարծիք է այսօր ստեղծված ամբողջ աշխարհով։ Ամենուրեք է ստեղծված այդ կարծիքը։ Եվ այդ կարծիքը գեներացնողը Նիկոլ Նաևին այդ թրքաբարո թիմը, այն Մարիա Կարապետյաններով, այդ զզվանքներով։ Հիմա լավ մենք դա չենք կարա, չէ՞ անդադար անդուրժենք։ Դուք հասկանում եք, որ եթե այդ խաղաղության պայմանագիրը, որի մասին դրանք խոսում են այդքան, եթե գոնը լավ տեքստ լիներ, այսքան ժամանակ կա, գոնը մեզ հայերից այդ տեքստը կբացենք, ասեն այս ենք, խնդրում, աղաչում, աղերսում, որ ստորագրեն։ Ասկի մեզ ցույց չեն տալի։ Դուք պատկերացրեք ինչքան վատ տեքստ է, որ մեզ չեն տալի, ու պատկերացրեք ինչքան ավել է ուզում Ալիևը, որ այդ վատն է չի ստորագրում։ Մի պահ պատկերացրեք ինչ խայտարակ վիճակում ենք մենք։ Չկա մի նախապայման է, որ սրանք չեն համաձայնվում Ալիևի հետ։ Ասում է սահմանադրություն փոխեց, ասում է հակ փոխեմ, ուղղակի ժամանակ է պետք։ Ասում է Մինսկի խումբը լուծարի, ասում է հայ էսի ստորագրենք լուծարեմ։ Այդ որ այդքան սահմաններում կարակում են, ձեզ թվում է ինչ են կարակում։ Ստիպում են, որ այդ գյուղերը դատարկվեն։ Նպատակը դա է։ Որ հետո Նիկոլը մի օր կանոնացի, դե գյուղը դատարկա, հիմա ինչ կապ ունի, այդ բլուրի համար օկռիվ չէինք սկսի։ Ոնց որ արեցին Սևլեչի ժամանակ, հա։ Այս սա է վիճակը։ Խայտարակություն էր վերջի 2 տարվա Նիկոլի եւ 2 օրվա Նիկոլի պահվածքը այդ հանդիպումների ժամանակ։ Հանդիպել է շատ տարբեր մարդկանց։ Կարդացել եմ բոլոր պրես ռիլիզները։ Միտեղ տեսել եք, որ ինչ-որ մի եվրոպական պաշտոնյա ասել է, որ Հայաստանը մի քայլով մոտեցել է եվրոպական ընտանիքի անդամ դառնալուն։ Չկա, չենք տեսել, չեք էլ լսի։ Բայց չգիտես ինչի Հայաստանի ազգային ժողովը օրենք է ընդունել, որ Հայաստանը դառնալու է եվրոպական միության անդամ։ Հիմա արցատակում, եթե եվրոպացիք թքած ունեն դրա վրա, ապա այդ քայլը ինչի համար էր։ Ասեմ, այդ քայլը միմիայն հակառուսական ուղղվածությունը ցույց տալու համար էր։ Այդ քայլը չի մոտեցրել մեզ Եվրոպային անգամ 1 միլիմետրով, հեռացել է Ռուսաստանից բավականին մեծ բանով։ Մայիսի 9-ին հմեկով հեռարձակված այդ աղմախագույն հարցազրույցը Արծերունիկի ինչ էր խայտարակ հակառուսական քայլ եւ Փարկասու Ռուսաստանի դեսպանն էլ արթնացավ, Փարկասու արթնացել է վերջը։ Դիմել է պաշտոնապես պաշտպանության նախարարությանը հայտնելով, որ ես ինչ եք անում, արա։ Ամեն ինչը չափ ունի։ Բայց չեն հասկանում, ռուսական կողմն է, դեսպանը չի հասկանում, որ չափ չկա։ Ամեն ինչը գնում է նրան, որ ինչ որ բայ Նիկոլ ասել է ռուսական զորքը Հայաստանից հանեք։ Հիմա դա կասին մի ամիս հետո, ընտրություններից առաջ, թե անմիջապես հետո, դժվարանում եմ ասել։ Բայց միանշանակ դրան է գնում, որտեվ բազմիցս ասել ենք, այս իշխանությունը բերվել է իշխանության, եւ તો ոչ մեկ չասի, որ իրանք չգիտեին, որ դրա համար են բերվել։ Նիկոլը գիտեր ինչի համար է եկել։ Բերվել է սրա համար Արցախը տալու, ռուսական բանակը Հայաստանից հանելու։ Իրանք դա գիտեին։ Հիմա այդ պլանի մեծ մասը 90% արածա, մնացել է Ռուսաստանի բանակը Հայաստանից դուրս հանում։ Հենց հանեցին Հայաստանը ամբողջությամբ դառնում է Թուրքիայի վիլայետ, որում կմնան ապրել, ու չգիտեմ, Նիկոլ ինչքան տոկոս ունի, 10-11, այդքան մարդ, որոնք պրոբլեմ չունեն Թուրքիա հետ ապրելու։ Հա, մեկ էլ են Մերձավանի դասատուն երևի կմնա, որ սա համացանցով սկսել եք պաշտպանել։
Չեմ հասկանում, այո, երեխեքի պահվածքը իմ համար անընդունելի էր, բայց պաշտպանել մի դասատուի, ով ինչ որ պրոթուրքական թեզերը դասի ժամանականում անասունությունն է, չի կարելի պաշտպանել նման դասատուին։ Ու իմ տպավորությունն է, որ սարկած ինչ որ պրոցեսներ, ամբողջությամբ, սկզբից մինչև վերջը Նիկոլետ սարկած պրոցեսներ, որտեղ արդյունքը այն եղավ, որ թուրքին պաշտպանող դասատուին ամբողջ համացանցով պաշտպանեցին, են բլոգերները, որ ձրիսկի, չգիտեմ, զուգարան չեն գնում, սաղով բլոգերները մտան ու սկսեցին, այ մենք պաշտպանում ենք բան, ինչ եք պաշտպանում։ Թուրքին պաշտպանողին եք պաշտպանում։ Այո, երեխեքի պահվածքը անընդունելի էր, բայց իմ մոտ կա տպավորություն, որ այդ երեխեքն էլ էին հատուկ ընտրված Նիկոլենց կողմից։ Վրանեն են ինչ արեցին։ Հիմա ասեցինք, որ սրանք զբաղված են բյուջեագողությամբ։ Ընդ որում, կրկնում եմ, իրանք զբաղված են բյուջեագողությամբ, նայելով իրանք շեֆին։ Ինչ անում այդ շեֆը, դա էլ դրանք են անում։ Այդ ձևով երկիրը ոչ թե գնում է առաջ, այլ գնում է հետ։ Հարկայինը ուղղակի հարկային տերոր է սկսել, եւ հիմա երբ որ սկսում եմ, համոզված եմ շատ մարդիկ, որոնք բիզնեսի մեջ են, շատ լավ հասկանում են, ես ինչ եմ ասում։ Ուղղակի հարկային տերոր է սկսել։ Ինչու է դա այդպես։ Որտեվ տնտեսությունը այլևս չի գեներացնում այդքան փող, որ սրանք կարողանան բյուջե լցնել, որ այդ բյուջեից էլ թալանեն տանեն իրանց տուն։ Դրա համար ինչ են անում, հարկատուներին են սկսում թալանել։ Ստեղծում են անհնար իրավիճակ, երբ որ հարկատուն ուղղակի չի կարողանում աշխատել։ Փոքր ու միջին բիզնեսի սպանդն են կազմակերպել սրանք, ուղղակի սպանդ։ Ընդ որում այն փոքր ու միջին բիզնեսի, որը նախագահ Քոչարյանի օրոք է ստեղծվել։ Ասել եմ նորից եմ ասում, նախագահ Քոչարյանը փոքր ու միջին բիզնեսի կնքահայրը է այս երկրի։ Ուղղակի կնքահայրը։ Հիշեք, այդ ամեն ինչը հիշեք, ժողովուրդ, ձեր հիշողությունները թարմացրեք։ Թերություններն էլ հիշեք։ Չկա մարդ առանց թերությունների, իհարկե գոյություն չունի։ Բայց մի մոռացեք այն ամեն ինչ տեղի ունեցել, մի մոռացեք որտեղից ուր եք հասել։ Օրինակ հիմա շատ լավ բան ունեք, պատկերավոր կարող եք պատկերացնել 2018-ին ուր էիք, այսօր ուր եք հասել։ Շատ պատկերավոր է, շատ։ Օրինակ գնացեք Վարդենից ու փորձեք Վարդենիսից մտնել Մարտակերտ։ 18-ին կարայինք։ Հիմա կարողանում եք։ Կամ գնացեք Գորիս եւ Գորիսից մտեք Բերձոր։ Կարողանում եք։ Չէ, չեք կարողանում։ Կամ գնացեք Ջերմուկ ու արխային ման եկեք։ Կարողանում եք։ Չեք կարողանում։ Ձեզ հայ լավ զգում եք, չեք զգում։ Այսինքն այդքան հեշտ է համեմատել, թե ուր էիք 18-ին եւ ուր եք այսօր։ Համեմատությունը շատ պարզ է։ Դրա համար երբ որ ես լկտի ես թուրքի ծառաները հարցակվում են իրական հերոսների վրա, ուշադրություն մի դարձրեք։ Այդ հարցակման հիմքում դրված է միայն մեկ բան՝ իրենց վախը իշխանությունը կորցնելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատասխան տալու։ Ու ինչ էլ իրանք անեն, ինչ ջղաձգումների մեջ չեն գնեն, միևնույն է պատասխան են տալու, միևնույն է։ Այդ վախը իրանց մեջ հուտակված ստիպում է իրանց նման էշություններ անել, նման ախմախագույն ելույթներ ունենալ, նման Գարդասիլ Արսենների պես ելույթներ ունենալ։ Դուք այսօր պահկված եք պետական պահպանության ծառայության մեջքի հետևում, ոստիկանության մեջքի հետևում, չգիտեմ, դատախազության մեջքի հետևում, ով ձեզ հանգարում է, մի հատ քնիչեք իրան, կացում ասում եք դրել մի հատ գործարքի, բայց այդ ամեն ինչը իշխանություն լինելու արդյունքն է։ Բա որ այդ իշխանությունը չունենաք, ինչ եք անելու, ում եք խնդրելու ձեզ պաշտպանի։ Եվրոպական երկրների դեսպաններին, որոնք լուր էին, երբ որ մեզ ընդդիմադիրներին ծեծում էին փողոցներում, երբ որ ապօրինի քրեական գործեր էին հարուցում,
Թե Ամերիկայի դեսպանին, որը անում էր ճիշտ նույնը։ Հույսներդ կտրեք, աշխարհում չկա որևէ երկիր, որ կարողանա զսպել արդարադատությունը ձեր նկատմամբ։ Հույսներդ կտրեք, չի լինելու դա։ Չի լինելու, որտեղ այդ բոլոր երկրները ցույց են տվել իրենց իրական դեմքը վերջի 7 տարիներին Հայաստանում իրենց գործունեության ընթացքում։ Ցույց են տվել բոլորիս։ Էտա հասկանում եք իրենց արժեքները։ Եվ ընդդիմությունը, երբ որ Հայաստանում դառնա իշխանություն, մեր սիրելի ժողովրդի քվեով կամ փողոցային պայքարով, այդ ժամանակ մեր ժողովուրդը կիմանա իրականում ինչ է տեղի ունեցել 18-ից այսօր։ Իսկ տեղի ունեցել ամենախայտառակը, ըստ իս վաճառվել է Արցախը, վաճառվել են Հայաստանի տարածքները, վաճառվել է մեր հոգին, վաճառվել է մեր սրբությունը, վաճառվել են մեր եկեղեցիները։ Եվ այդ ամեն ինչը արվել է Թուրքիի հրամանով։ Այդ ենք մենք։ Եվ դրա դեմը պետք է բոլորս պայքարենք։ Ամեն եթերին ասում եմ, այս եթերին էլ կասեմ։ Պայքարի մի ձև կա, բոլորը ձեր շրջապատներում աշխատեք մարդկանց հետ։ Աշխատեք, հիշեցրեք, բացեք աչքները։ Թող ոչ թե Նիկոլին լսեն, այլ ձեզ լսեն։ Մարդկանց ճիշտ ասեք։ Ճիշտ ասեք մարդկանց, դա շատ կարևոր է։ Հիմա շատ կարճ անդրադառնամ նաև իմպիչմենտի թեմային, որտեղ անցած շաբաթ էլ խոսացել էի, ինչպես եւ կանխատեսում է իմպիչմենտը վերածվում է կրկեսի, ես ինքս ասել եմ, որ չեմ պատկերացնում այս իրավիճակում իմպիչմենտով սրանց անելը, ես ավելի հակված եմ պատկերացնել, որ փողոցային պայքարով կարելի է շատ դժվար, բայց կարելի է հասնել Նիկոլի հրաժարականի, քան իմպիչմենտով իրան հանելու։ Եվ զգուշացնում է, որ այդ process-ը կրկեսի է վերածվելու եւ արդեն վերածվել է։ Այդ կրկեսի գլխավոր բաներից մեկը դառավ փաստորեն Էդմոն Մարուկյանը։ Երևի մոռացել եք Էդմոնովը։ Էդմոնը այն մարդն է, որ Պրահյան գործընթացներ ողջունում, Արցախի Ադրբեջանի կազմում ճանաչելը։ Մարդը ողջունում էր։ Նիկոլի խորհրդականն էր, հատուկ հանձնարարությունով դեսպանն էր, չեմ հիշում ինչ էր այդ ժամանակ։ Էդմոնը այն մարդն էր, որ երբ որ Նիկոլենք սահմանադրական դատարանն էին զավթում եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից ազգային ժողովում այն ժամանակ հիշում եք նախաձեռնվել էր մի բան, որ պետքա այդ որոշումը օրենքի նախագիծ ուղարկվել սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս այդ օրենքը ճանաչեր հակասահմանադրական, խոսքը գնում է Հրայր Թոմասյանին մյուսներին գործից հանելու վերաբերյալ։ Էդմոն Մարուկյանի կուսակցությունը այն կուսակցությունն էր, որ չտվեց այդ ձայները Նիկոլեն ստալով հնարավորություն զավթել սահմանադրական դատարանը։ Էդմոնը այն մարդն է, որը Վանաձորում ընտրություններն է վարի տվել, որտեղ ընդդիմությունը հաղթանակ էր տոնել։ Այդ է Էդմոնը։ Հիմա էլ իրան փիս պրո-ռուսականի տեղ դրած մեյդան անգել։ Ինքը պրո-ռուս չի, պրո-հայ չի, պրո-արևմուտք չի, ինքը պրո-փող է։ Որ կողմից փողի հոտ է առնում, այդ կողմից էլ գնում։ Հասկանում եք, հիմա Հայաստանում ժողովուրդ ջան, ինչ որ սխալ լույս է վառվելու, այդ սխալ լույսի վրա թուրքեր են հավաքվում։ Մենք պետք է այդ լույսը անջատենք։ Որտեվ սրանք իրոք էլ ինչ որ լույսի վրա են հավաքվել, չեմ հասկանում։ Սենց մի թեմով հավաքվել են։ Ճանջերի պես սենց հավաքվել են այս երկրի գլխին ու քայքայում են։ Այդ լույսը պետք է մենք անջատենք, բոլորս միասին պետք է անջատենք։ Պետք է կռիվ տանք։ Նորից եմ ասում, պետք է ամբողջ աշխարհին ցույց տանք, որ մենք Նիկոլը չենք։ Հիշում եմ նախագահ Քոչարյանը մի օր հիանալի բառեր էր ասել էր, որ ծնկաչոք բանակցել չի ստացվում, դժվար է։ Ուղղակի ավելացնեմ, նա ծնկաչոք, երբ որ դու բանակցում ես, դու մարմնի սխալ մասի հետ ես բանակցում։ Նիկոլը հենց դա է անում, վերջի 7 տարին։ Կադրերը նայեք իր Ալիև ու Էրդողանի, մեկ նայեք էլի այդ խայտառակությունը ձեզ դուր է գալի։ Դուր է ձեզ գալի։ Հեսանդից գալու է էլի ազգային ժողով գոռոցը կապել շիզոֆրենիկը։ Ասում եմ գալիս աստ է Իրանը արջուկ կա զգում, որտեղ հազարավոր պաշտպաններ ունի, իդեմս ոստիկանության, դատախազության, քանիչների, դատախազների պահպանության, ընդե չունի, ընդե նույն խազնա։ Ընդես ես չպսնելով ինչ ասում են, էդ էլ անում, հալը գալիս աստ է էլ,
Սումը գորրոստերը ոնց արա ինչ ուզում բանակցում են բան։ Ինչքան եք էդի հանդուրժել։ Ամեն ինչը չափ ու սահման ունի, ամեն ինչը։ Հայ ժողովրդի համբերության բաժակը լցվում է, այո շատ ուշ է լցվում, ժողովուրդ ջան, էդ էլ առանց նեղանալու։ Զարմացած եմ, որ այսքան ուշ է լցվում։ Ինձ անընդհատ թվում էր, լավ, ես մի բան անի, արդեն դե չեն ների, էլի։ Բայց արի ուտես ներվում էր։ Բայց նրանից են կողմ էլ բան չկա։ Էսի անընդհատ տարածք է տալու, անընդհատ։ Էսի անընդհատ տալու է։ Էսի թուրքերին բերելու է մեր կողքը բնակեցնի։ Ու մենք պետք է դրա դեմ առնենք, այդ իրանց լույսը հանգցնենք, իրանց բոլորին ուղարկենք իրենց համար նախատեսված հատուկ տեղերը, բանտախցերը։ Ես չեմ հավատում, որ եռաբլուրը 3 անգամ մեծացրած չափով մարդը կարող է վայելի իր կյանքը, ես չեմ հավատում։ Չեմ հավատում, չի լինում այդպես, բնության մեջ այդպես չի լինում։ Պատիժը միանշանակ լինելու է, միանշանակ։ Մեր զինվորներին սպանդի ուղարկածները պետքա պատասխան տան, հատիկ առ հատիկ պետքա պատասխան տան, Մարիա Կարապետյանների պես թուրքամոլները պետքա պատասխան տան, բոլորը պետքա պատասխան տան։ Այո, 7 տարիա չեմ հոգնում, ասում եմ, ու էլ եմ ասել, ու այդքան եմ ասել, ու միջև այդ պատասխանը տակ։ Որովհետև կրկնում եմ, ժողովրդի համբերության բաժակը լցվում է, ամեն ինչը չափ ու սահման ունի։ Հենց վերջի 3-4 տարին Ռուսաստանի հաշվին փողերը վախտում էին երկրում, հիմա էդ էլ չկա։ Տնտեսապես խայտարակ վիճակ է, ձեր ծանոթներին ժողովուրդ հարցրեք, տեսեք, բիզնեսում հաստատ ծանոթներ ունեք, բոլորը ողբում են, բոլորը անխտիր։ Որտեվ տնտեսությունը գտնվում է խայտարակ վիճակում։ Դա էլ պրծավ։ Դա էլ թալանին պրծան։ Փոքր միջինն է քանդեցին պրծան։ Գյուղատնտեսությունն է քանդեցին պրծան։ Կրթությունը քանդեցին պրծան։ Այդ աղանդը, որ ստեղծել են, կրթվել է նորաձև է։ Աղանդ, մաքուր աղանդ, կառավարման տեսանկյունից լրիվ աղանդավոր սեմաներով կառավարվող բան։ Բայց կարող է դա էլ վախճան ունենա, իրանց այն բանի պես են։ Մարդու կնիկ բան էին անում, չէ, YouTube-ով պոդքաստ էին անում։ Ջոգեցին ոչ մի նայող չկա, անջատին էլ չեն անում, խայտարակ էին անում։ Հիմա կրթվել են նորաձևն էլ, ժողովուրդ, ինչքան է սիրուն կադրեր են դնում, բան, երկուսն է փնթի հակած դուրս են գալի, բան։ Դուք իմացեք, իրանք մեզանից լավ գիտեն, չէ, որ դալիճում նստած մարդիկ բոլորը բերովի են։ Նու 90%-ը։ Զորրով հավքում բերում նստում են։ Հիմա այդ խոմ Նիկոլ ու Աննան դա շատ լավ գիտեն։ Ու դա էլ է իրանց ներվերին ազդում, որ ժամանակին այսենց 100,000-ավոր մարդկանց փողոց հանող ընտանիքը այսօր 5 հոգի փողոց չի կարող հանել։ Դա էլ է իրանց զայրացնում, դա էլ է իրանց նեղում, ու շատ լավ է, որ զայրացնում ու նեղում, որտև իրանք էլ պետք է գիտակցեն, որ պատասխանատվության պահը շատ մոտ է։ Այսքանը ժողովուրդ ջան այսօր։